Professor Porceron, Porceron professor, Nora sottori այսօր, Porceron professor, Ողջույն իմ սիրելի հետազոտողներ, գիտելիքներով փայլող խելացի բարեկամներ։ Ես պրոֆեսոր Փորձերոնն եմ, ձեր ընկերը զարմանալի փաստերի եւ գիտական փորձերի աշխարհում։ Այսօր էլ պատրաստ եմ լսել նոր ու խենթ հարցեր ու սիրով պատասխանել դրանց։ Մենք, դուք եւ ես, գիտենք, որ աշխարհում ամեն բան հնարավոր է բացահայտել։ Դե ինչ, մի լավ խորշուն չենք քաշում եւ սկսում մեր հարցերի տեղատարապը։ Այսպես։ Առաջին հարցը, պրոֆեսոր Փորձերոն, կարող եք ասել, ինչի համար են մարդուն պետք մազերը։ Հարցը ուղարկել է Գոհար Մաշինյանը։ Շատերը կարող են մտածել, թե մազերը գեղեցկության համար են, բայց մազերն ունեն շատ կարևոր նշանակություն։ Գլխի մազերը պաշտպանում են գլխամաշկը արևի ուղիղ ճառագայթներից, ցրտից եւ քամուց։ Քթանցքներում առկա մազիկները թույլ չեն տալիս, որ փոշին ու մանրեները ներս մտնեն։ Թարթիչներն ու հոնքերը պաշտպանում են աչքերը։ Թարթիչներն օգնում են, որ աչքի մեջ փոշի, քամի կամ մանր միջատներ չմտնեն։ Իսկ հոնքերը թույլ չեն տալիս, որ քրտինքը ճակատից աչքերի մեջ հոսի։ Մարմնի վրա աճող մազերն օգնում են պահել մարմնի ջերմաստիճանը։ Երբ մարմինը փշաքաղվում է, մազերն ուղղվում են մի փոքր տաքացնելով այն։ Շատ կենդանիների մոտ մազերը, հատկապես բեղերը, օգնում են նրանց զգալ միջավայրը։ Գիտնականները կարծում են, որ մեր մարմնի որոշ մազիկներ նույնպես ազդում են մեր զգայունության վրա։ Մազերը նաև տեղեկություն են տալիս մեր մարմնի մասին։ Օրինակ, մազի գույնը, տեսքը, խտությունը ուղղակիորեն կախված են մեր գեներից։ Երբեմն բժիշկները մազերն ուսումնասիրելով պատկերացում են կազմում մարդու առողջական վիճակի, գենետիկայի կամ նույնիսկ սննդակարգի ճիշտ կամ սխալ լինելու մասին։ Մարդու մազը շատ դիմացկուն է։ Մեկ մազով հնարավոր է բարձրացնել փոքր խնձոր։ Մարդու գլխին կա 100,000-ից 150,000 մազ։ Չէ հարցը։ Դե, բացառությամբ հարցեր ունի։ Եթե երբևէ մտածեք այն մասին, թե ինչու հենց այդ գույնի մազեր ունեք կամ ինչու են երբեմն մազերը թափվում, կարող եք հարցնել ինձ եւ հարցերոնին։ Մենք միշտ պատրաստ ենք պատասխանել։ Ուշադիր եղեք մազերի նկատմամբ։ Համաձայն ես, չէ հարցերոն։ Դե ինչ, իսկ ես անցնեմ հաջորդ հարցին։ Professor Porceron. Իմ շատ սիրելի հարցասեր ընկերը ուղարկել է եւս մեկ հարց։ Պրոֆեսոր, կարող եք ասել, ինչի է հանգեցնում եղունգ կրծելու սովորությունը։ Իհարկե կասեմ։ Մարդիկ կարող են սկսել կրծել եղունգները հատկապես անհանգստության, ձանձրույթի կամ լարվածության պահերին։ Թվարկեմ պատճառները, ինչու չի կարելի կրծել եղունգները։ Եղունգների տակ շատ մանրեներ են կուտակվում ու կրծելիս դրանք հեշտությամբ անցնում են բերանի մեջ։ Դա կարող է առաջացնել աղիքային վարակներ, բերանի խոցեր, իսկ ավելի հազվադեպ լուրջ հիվանդություններ։ Կրծելով դուք ոչ միայն փչացնում եք եղունգների տեսքը, այլ նաև վնասում եք եղունգի հիմքը, արմատը։ Դա կարող է հանգեցնել եղունգների անհարթության, եղունգի աճի դանդաղեցման կամ ցավոտ բորբոքման։ Եղունգները կոշտ են ու կրծելը կարող է վնաս հասցնել նույնիսկ ատամների էմալին, առաջացնել ճաքեր կամ ատամների տեղաշարժ։ Լնդերի մեջ կարող են ներթափանցել բակտերիաներ, առաջացնելով բորբոքում։ Երբ մարդը պարբերաբար կրծում է եղունգները, դա դառնում է սովորություն։ Սկզբում կրծում եք, երբ երթայնացած եք, հետո երբ ձանձրանում եք, հետո նույնիսկ առանց պատճառի։ Այդպես սկսվում է բարդ վարքային կախվածություն, որից դժվար է ազատվել։ Շատերը, հատկապես երեխաները եւ դեռահասները, սկսում են ամաչել իրենց ձեռքերի տեսքից։ Չեն ուզում ցույց տալ եղունգները, թաքցնում են ձեռքերը։ Շատերը ոչ միայն կրծում են եղունգները, այլև դրա շուրջ գտնվող մաշկը։ Դա կարող է խոր վերքեր առաջացնել կամ քերծվածքներ, որոնք դանդաղ են բուժվում։ Հիվանդությունների միջազգային դասակարգման մեջ եղունգ կրծելը հաճախ համարվում է վարքին վնասող երևույթ, կապված ուժեղ սթրեսի, հոգեբանական խանգարումների կամ անհանգստության հետ։ Մարդուն այդ սովորությունից ազատելու համար երբեմն պահանջվում է հոգեբանական աջակցություն կամ վարքային թերապիա։ Ինչ անել եղունգ կրծելու փոխարեն։ Օգտագործեք լարվածությունը թեթևացնող միջոցներ, ռեզինե գնդակներ, յոգա, շնչառական վարժություններ։ Կարող եք եղունգներին քսել դառնահամ լաք։ Զբաղեցրեք ձեռքերը, նկարեք կամ գրեք կամ ուղարկեք ինձ էլեկտրոնային հարցեր։ Առողջ եղեք երեխաներ։ Պրոֆեսոր Փորձերոն, ես Ռոմանն եմ 10 տարեկան։ Կարող եք ասել, ինչու է արևոտ եղանակին անձրև գալիս եւ ինչու է անձրևոտ եղանակին օդը ավելի տաք։ Երեխաներ, ես զարմացած եմ։ Հիմա փորձեմ մանրամասն պատասխանել։ Այս երևույթը հաճախ անվանում են արևային անձրև։ Գիտական տեսանկյունից պատճառը հետևյալն է։
Արևային անձրև է տեղում, երբ ամպերը տեղայնացված են։ Անձրևային ամպերը կարող են փակել երկնքի միայն փոքր հատված, իսկ մնացած տարածքում արևը շարունակում է փայլել։ Երբ արևի ժամանակ անձրև է գալիս, ճառագայթները կարծես հարվածում են անձրևի կաթիլներին եւ առաջանում է ծիածան։ Իսկ ինչու է անձրևոտ եղանակին երբեմն օդը տաք, այլ ոչ թե սառը։ Այս երևույթը նույնպես ունի բարձ բացատրություն։ Ամպերը պահում են օդի ջերմությունը եւ դրանք կարծես ծածկոց են դառնում թույլ չտալով, որ երկրի մակերեսից ջերմությունը վեր բարձրանա։ Այդ պատճառով, անգամ եթե արև չկա, օդը կարող է տաք լինել։ Բարձր խոնավությունն ու ջերմությունը օդը դարձնում են ավելի խեղդող։ Դրա համար էլ խոնավ օդը պահում է ջերմությունը ու մեր մարմնի քրտինքը դանդաղ է գոլորշիանում։ Այդ պատճառով ջերմությունը չի հեռանում մարմնից։ Անձրևային ամպերն էլ երբեմն բերում են տաք օդային հոսանքները, հատկապես երբ գալիս են հարավից։ Այսպես ուրեմն, իմացանք, թե ինչու է արևոտ եղանակին անձրև գալիս եւ ինչպես է լինում, որ անձրևոտ եղանակին օդը տաքանում է։ Հաջորդ հարցը նույնպես կապված է երկնքի եւ ամպերի հետ։ Մեզ հարցնում է 11 տարեկան Սիմոնը. Ինչու են թռչունները թռչում խմբերով վեաձև երամով։ Շատ հետաքրքիր հարց է իմ կարծիքով երեխաներ։ Երբևէ մտածել եք այդ մասին։ Ոչ։ Դե ուրեմն ես հիմա ձեզ կպատմեմ։ Բազմաթիվ թռչուններ, հատկապես այն տեսակները, որոնք բնադրող չեն, ինչպիսիք են վայրիբադերը, սագերը, թռչում են վեաձև երամով եւ ստիպված են անցնել երկար ճանապարհ։ Երամի նման կառուցվածքն ունի միաժամանակ մի քանի նշանակություն։ Թռչունները հաղթահարում են շատ մեծ տարածություններ։ Եթե նրանք թռչեին չկարգավորված քաոտիկ խմբով, դա բացասաբար կանդրադառնար առաջին հերթին նրանց անվտանգության վրա։ Վեաձև թռիչքը թույլ է տալիս, որ բոլորը տեսնեն միմյանց, լինեն միասին։ Թռչունների խմբում առաջնորդը կրում է ամենամեծ պատասխանատվությունը։ Թռչելիս նա նաև բոլորից շատ է ծանրաբեռնված, քանի որ հենց նա առաջինը ճեղքում է օդը առանց որևէ օգնության։ Երբ նա հոգնում է, իջնում է դեպի շարքի եզրը, եւ հաջորդ թռչունը անցնում է առաջ։ Երամում թռչող առաջին թռչնի թևերի շարժումից օդը թեթև ալիք է ստեղծում։ Այդ ալիքները թիկունքում գտնվող թռչուններին օգնում են ավելի քիչ ուժ ծախսել։ Սա ապահովում է էներգիայի հավասարաչափ բաշխում խմբի ներսում։ Թռչունները պահպանում են տեսողական կապը միմյանց հետ, վերահսկելով հեռավորությունը, ուղղությունը եւ խմբի ձևը։ Վեաձև դիրքը թույլ է տալիս չարկելափակել տեսադաշտը եւ պահել կանոնավոր հեռավորությունը թռչունների միջև, ինչպես նաեւ արագ արձագանքել փոփոխություններին։ Ահա գծապատկերը, որը ցույց է տալիս թռչունների դասավորվածությունը վեաձև թռիչքի ժամանակ։ Կենտրոնում առաջնորդ թռչունն է, որը ճեղքում է օդը։ Երկու մյուս կողմերում թռչուններն են։ Այս դասավորությունը օգնում է խնայել էներգիա եւ ձևավորել կարգապահություն խմբի ներսում։ Գիտնականները GPS տեղորոշման համակարգով հետևել են թռչունների թռիչքին ու պարզել, որ վեաձև խմբող թռչող թռչունները 20-ից 30%-ով ավելի էներգիա են խնայում, քան առանձին թռչողները։ Թռչունները մեզ սովորեցնում են, երբ միասին եք, հաղթահարելի է նույնիսկ ամենաերկար ճանապարհը։ Ահ, երեխաներ, ինչ լավ բան է, չէ՞ այդ բնությունը։ Այո։ Սակայն ոչ պակաս հրաշալի են նաև ձեր ուղարկած հարցերը։ Շարունակենք բացահայտել աշխարհը ձեր հարցերի միջոցով։ Պրոֆեսոր Փոցերո Հաջորդ հարցը գրել է Հայկը։ Նրան հետաքրքրում է, թե ինչու է ամաչում խոսել, անգամ երբ շատ բան ունի ասելու։ Երեխաներ, մեր որոշումներն ուղղորդվում են ոչ միայն գիտակցական, այլև ենթագիտակցական փորձով, վախերով ու հիշողություններով։ Դրանք հաճախ ձևավորվում են այնպիսի իրավիճակներում, երբ ժամանակը սուղ է, իսկ պատասխանատվությունը մեծ։ Հենց այս պատճառով էլ կարևոր է հասկանալ, ինչ է տեղի ունենում ձեր ներսում։ Եկեք լսենք հոգեբանին, իմանալու թե ինչու են երեխաները երբեմն սխալ որոշումներ կայացնում եւ ինչպես կարող ենք նրանց օգնել դառնալ առավել ինքնավստահ։ Պրոֆեսոր Փոցերո Ողջույն սիրելի երեխաներ, շնորհակալ եմ, որ այսպիսի ակտիվությամբ մեզ ուղարկում եք ձեզ անհանգստացնող տարբեր հարցեր։ Իսկ այսօր մենք խոսելու ենք, թե ինչու եք դուք ամաչում խոսել, երբ որ ուզում եք մի կարևոր բան ասել։ Հարցումները մեզ ցույց են տալիս, որ կան շատ երեխաներ, որոնք այս իրավիճակում չգիտեն ինչ անել, բայց ուզում են մի կարևոր գաղտնիք բացել։ Շատ հաճախ մենք ճանաչում ենք նաև շատ ամաչկոտ մեծերի։ Մենք շնորհակալ ենք այս հարցի համար։ Շատ երեխաներ են ուզում խոսել, կարծիք հայտնել կամ հարց տալ, բայց այդ պահին նրանք այնքան են ամաչում, որ գերադասում են ուղղակի համառորեն լռել։ Նույնիսկ երբ որ վստահ են, որ այդ հարցի պատասխանը ճիշտ է։ Բայց եկեք միասին հասկանանք, ինչու են երեխաները ամաչում խոսել եւ ինչպես է հնարավոր հաղթահարել դա։ Այ հիմա մենք կծանոթանանք մի կարևոր պատմության։ Ծանոթացեք, Լյուսիան է։ Նա 10 տարեկան է։ Սիրում է կարդալ, պատմել ու լսել ուրիշների։ Բայց երբեմն, հատկապես դասի ժամանակ, երբ ուզում է մի բան ասել, սիրտը արագ է խփում, ձեռքերը քրտնում են եւ նա ամաչելով լռում է։ Նա մտածում է.
ինչ կմտածեն իմ մասին։ Իսկ ինչ եթե սխալ բան ասեմ։ Իսկ եթե ինձ վրա ծիծաղեն, նման մտքեր անընդհատ հետապնդում են նրան։ Եվ երբ ուսուցիչն ասում է, ով կուզի կիսվել իր կարծիքով, Լուսյան շատ բան ունի ասելու, բայց լռում է, հետո տխրում է, որ այս անգամ էլ չստացվեց։ Նա չգիտի թե ինչ անի, ինչպես հաղթարի այն բարդույթը, որը նրան այդքան շատ է խանգարում։ Ինչ անել, երբ ամաչում ես խոսել։ Գիտեք, երբ որ մենք վախենում ենք խոսել, դա նշանակում է, որ մենք ուղղակի վախենում ենք սխալվել, վախենում ենք ձախողել, վախենում ենք, որ այնքան էլ լավ չենք նայվի մեր ընկերների կողմից, վախենում ենք, որ ծիծաղելի կլինենք։ Իսկ ինչ է նշանակում այդ ամենը։ Այդ ամենը նշանակում է, որ մենք այնքան էլ վստահ չենք մեր կարողությունների եւ հնարավորությունների վրա, բայց մի նեղվեք, որովհետեւ սա իրոք փոխվող բան է։ Ահա մի քանի վարժություն, որոնք քեզ կօգնեն հաղթահարել ամաչկոտությունը եւ վստահաբար խոսել։ Ես ձեզ առաջարկում եմ հետեւյալը. եկեք մի փոքր մտածենք, որն է ամենասարսափելին, որ տեղի կունենա, եթե մենք ինչ-որ բան այնպես չանենք։ Մի քիչ մտածեք այդ մասին։ Արդյոք աշխարհը փուլ կգա։ Իհարկե ոչ։ Արդյոք կան մարդիկ, ովքեր կատարյալ են անում ամեն բան, նույնիսկ մեծերը։ Իհարկե ոչ։ Այդ դեպքում թույլ տվեք եւ ընդունեք ձեր սխալը, եթե նույնիսկ այն տեղի կունենա։ Եվ մի կարևոր բան, ես ձեզ առաջարկում եմ հետեւյալը. փորձեք ձեզ համար փոքրիկ խաղ բեմադրել։ Օրինակ, առանձնացրեք տարբեր հարցումներ եւ անկախ պատասխանի որակից եւ անկախ ձեր խոսքի որակից ուղղեք այդ հարցերը։ Սկզբում 1 հոգու, հետո 2 հոգու, հետո 3 հոգու։ Փորձեք բեմադրել բոլոր այն իրավիճակները, որտեղ ձեր ամաչելը ամենաակնառուն է։ Դա կարող է լինել գրատախտակի առջև, դա կարող է լինել մեծ դասարանում, դա կարող է լինել կոնկրետ մարդկանց ներկայությամբ։ Կարող եք խաղարկել այդ բոլոր իրավիճակները եւ ֆիքսել ամեն անգամ, որքանով դուք ուժեղացաք, երբ որ խաղացիք համարձակ տղայի կամ համարձակ աղջկա դեր։ Գիտեք, ես վստահ եմ, որ ամեն անգամ, երբ որ հաղթում է ձեր ամաչկոտ եսը, մի տեսակ նեղվում եք, տխրում, որովհետև այս անգամ էլ չկարողացաք հաղթել ինքներդ ձեզ։ Հետևաբար առաջարկում եմ նման իրավիճակում կատարել ամենակարևոր ընտրությունը։ Ում թիմից եք դուք՝ ամաչկոտ եսի, թե համարձակ եսի։ Ես վստահ եմ, որ դուք կկարողանաք ամեն անգամ հաղթել ամաչկոտ եսին։ Այս վարժությունները անշուշտ կօգնեն քեզ հաղթահարել այդ խնդիրը եւ ժամանակի ընթացքում դու կսովորես համարձակ խոսել, դու կսովորես համարձակ արտահայտվել, նույնիսկ եթե ինչ-որ իրավիճակում դու սխալական լինես, ընդունիր քեզ բոլոր իրավիճակներում, սխալվելու եւ չսխալվելու դեպքում եւս։ Լուսյան սկսեց գրի առնել իր մտքերը, նախադասությունն սկսելով պատմողական ոճով։ Ես ուզում եի ասել, եւ շուտով նա հասկացավ, որ կարողանում է իր մտքերը գրավոր արտահայտել։ Նախ իր գրածով կիսվեց մոտ ընկերուհու հետ, եւ ընկերուհին նրան լսեց հետաքրքրությամբ եւ չծիծաղեց։ Լուսյան հաջորդ անգամ առանց գրի առնելու մի բան պատմեց ամբողջ դասարանի առջև, եւ ամեն անգամ նրա վախը վերանում էր տեսնելով իր ընկերների հիացմունքը։ Մի օր, երբ բոլորն անհամարձակ լռում էին, Լուսյան բարձրացրեց ձեռքը, ապա հայտնեց իր կարծիքը։ Շատ պարզ, առանց վախենալու։ Ուսուցչուհին ժպտաց, ընկերները լսեցին եւ ոչ ոք չծիծաղեց։ Եվ Լուսյան հասկացավ, վերջապես հաղթահարեց։ Ու պիտի շարունակի խոսել, համարձակորեն եւ վստահությամբ։ Սա Լուսյան է։ Հիմա նա գիտի ինչ անել, երբ ամաչում ես խոսել։ Այսպիսով երեխաներ, մենք տեսանք, որ Լուսյան իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես է պետք հաղթահարել համարձակ խոսելու հանդեպ վախն ու ամաչկոտությունը։ Հիմա եկեք ամփոփենք։ Ինչ անել, երբ ամաչում ենք խոսել։ Նախ հանգիստ եղեք։ Ամաչելը ինչ որտեղ նորմալ է։ Դա նշանակում է, որ դու պատասխանատվությամբ ես վերաբերվում քեզ վերաբերվող ամեն ինչին։ Սիրիր քո միտքը, ինչպիսին էլ այն լինի, համարձակ լինի, ամաչկոտ լինի, սահուն լինի, ձախողած լինի, ընդունիր քեզ այնպիսին, ինչպիսին կարող ես լինել տարբեր իրավիճակներում։ Փոքր քայլերով ուղղակի վարժվիր խոսել, անկախ խոսելու որակից։ Սկզբում ընկերների հետ, հետո ամբողջ խմբի առջև։ Խոսիր խաղով, վստահությամբ, դու ուժեղ ես։ Հիշիր, քո խոսքը կարևոր է, ինչպիսին էլ որ նա լինի, ինչպիսին էլ որ նա հնչի, համարձակ, թե ոչ այնքան։ Երբ դու հնչեցնում ես քո կարծիքը, դու կարողանում ես դրսևորել ինքդ քեզ
եւ քո կարծիքը այո կարող է ինչ-որ բան փոխել մեր աշխարհում։ Professor Potsero. Եվ այսպես, հարգելի ընկերներ, անցում ենք կատարում հետաքրքիր գիտական փորձերին, որոնք կօգնեն ձեզ բացահայտել բնության գաղտնիքները պարզ եւ զվարճալի ձևով։ Դե արագ, անցնենք առաջ։ Professor Potsero. Ողջունեք երեխաներ։ Պատյումը ես եմ տեսել ալչիկը դիդանը։ Դուք կարող եք կատարել ձեր այս փորձը տանը, տնային պայմաններում եւ ուղարկել փորձերոնին։ Ուր ուղարկել։ Փորձերոնը հաղորդման անում։ Փորձերոն։ Պրոֆեսոր Փորձերոնին։ Ողջույն սիրելի երեխաներ ու ծնողներ։ Այսօր շատ հետաքրքիր գիտափորձ ենք միասին անելու, իսկ իմ օգնականներն են Ալիսան եւ Սոֆիան։ Ողջունեք երեխաներ։ Բարև ձեզ։ Հիմա պատմենք, թե ինչ է մեզ պետք գիտափորձի համար։ Լիմոնովաղ, գույներ, Ինչա պետք, Սոֆիա։ սոդա, Ինչ գույներ ունենք։ կապույտ, կանաչ։ Հիմա սկսում ենք մեր փորձը։ Հիմա բաժակների մեջ կավելացնենք լիմոնի աղ։ Լցրու Ալիսա։ Լիմոնի աղը լցնելուց հետո պետք է ավելացնել ներկերը։ Կսկսենք Սոֆիայից։ Որ գույնն ենք առաջինը լցնում։ Սա որ գույնն է։ Կանաչ։ Օգնեմ։ Մի կաթիլ։ Ոչինչ։ Լցրու։ Սա կանաչը կլինի։ Կապշիտ։ Հիմա կապույտը։ Արի բացենք։ Հայ։ Ոչինչ։ Ես լցնեմ, թե դու։ Դու։ Արի միասին։ Հիմա Ալիսան։ Տեղին։ Ահա։ Ապրես։ Հերիքա։ Այսպիսով սիրելի ծնողներ ու երեխաներ, մենք ավելացրեցինք նաև գույները, հիմա հերթը ջրինն է։ Կավելացնենք մի փոքր ջուր։ Ջուրը եթե թույլ կտաք, ես ավելացնեմ։ Հա։ Տեսեք ձեր լցրած գույները ինչ սիրուն գունավորեցին բաժակները։ Վարդագույն։ Խառնեք։ Իսկ հիմա կախարդանքի ժամն է եկել։ Պետք է ավելացնել սոդա։ Սիրելի հեռուստադիտողներ, իսկ դուք պատրաստ եք կախարդանքին։ Եկեք տեսնենք, թե ինչ կարող է անել սոդան մեր 4 կախարդական բաժակների հետ։ Լցրու։ Դա ես եմ իմ։ Անպայման։ Երկուսդ էլ լցնելու եք։ Հա, լցրու։ Տեսա՞ր, Սոֆիա։ Դու էլ լցնես։ Ես մեկը։ Մալչիկը ես մեկն է լցնում։ Արի, դու հիմա քո հերթն է։ Կապույտ փրփուր ստացանք։ Արի կանաչի մեջ այնքան շատ լցնենք, Սոֆիա, փորձենք բաժակից թափվի մեր փրփուրը, համաձայն ես։ Երկու գթալ եմ։ Արի միասին անենք։ Արի։ Տեսա՞ր, Սոֆիա։ Իսկ գիտափորձը մենք միասին որոշեցինք անվանել, ինչպես։ Գունավոր հրաբուխ։ Դուք եւս կարող եք տանը կատարել նույն գիտափորձը, նկարել եւ ուղարկել պրոֆեսոր Փորձերոնին։ Շնորհակալություն ու ստեսություն։ Երեխաներ, ստեսություն չեք անում։ Professor Potsero. Երեխաներ, ճիշտ որոշումները երբեմն պահանջում են գիտելիք, վստահություն եւ աջակցություն։ Դե իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ նոր պատմություններով, նոր հարցերով ու նոր բացահայտումներով։ Ձեզ հետ է պրոֆեսոր Փորձերոնը։ Ու եթե հանկարծ ինչ որ հարցում կասկածներ ունենաք, դե արդեն գիտեք թե ինչ պետք է անել։ Ստեսություն։ Professor Potsero. Potsero professor. Nora sottori aisor. Potsero professor. Professor. Potsero.
փորձերով